Ողջույն բոլորին սիրունիներս։ Ես ոչ այնքան քսպրտված, բայց այնուամենայնիվ ինձ կարգի բերած որոշեցի սկսել մեր նոր վլոգը։ Այսօր հունիսի 1-ն է, մենք դուրս ենք եկել զբոսանքի։ Այսօր ուզում ենք ավելի ուրիշ տեղ գնանք, բայց քանի որ ուզում ենք, որ Սուսիկն ու Արտազյանը մեզ հետ գան, այսօր ինձ այդքան հարմար չի, մենք առաջիկայում պետք է կազմակերպենք։ Հիմա այսօր կգնանք Դավս կանգնի, զբոսանքի ու երեխեքի խաղալիքներ կառնենք, այդպես իրենց տոնական օրը գոնե մի քիչ պահպանենք։ Դավուկա։ Դավ։ Ինչա։ Ինչա այդ կյանքս ճիճու է։ Վերցնես։ Չէ, այդ կեղտոտ բանն է, ինչ վերցնես, Դավ։ Նայում ենք մեքենա չկա, նոր ենք անցնում, ասել եմ, չէ։ Ձեր բռնած գնում ենք անձերես։ Խելոք պահում եմ ինձ ասում է։ Գնում ենք Վայլդբերի, սկզբում մեր ստվերներն եք տեսնում իհարկե, գնանք Վայլդբերից, խորեն պատվեր ունի վերցնի, ու շարունակենք մեր ճանապարհը։ Օրիկը ինչպես միշտ Դավ արեսկոմ իրար ռոմանտիկա, հենց ցույց տու Դավ մի հատ այդ բուլկին, նապաստակ բուլկին են արել, քանի որ ես արդեն իմ սրնդակարգին եմ անցել, լկստվածություններս թարգել եմ, ես կնայեմ իրանց եւ Մամի, դու այդ կուտել եթե կարանար։ Իհարկե կուտեի, ինչու ոչ։ Но нельзя, уже хватит. Էսա ակաշների մասը, ես մյուս մասը փափ։ Հա։ Եվի որը վերջանան դա ման։ Քենզի են մտել, Դավը գալի ցիկլակում գնում է։ Խաղում է հետս։ Ջուր են ուզում։ Դավը քայլում է 5 վայրկյան մեկ ասում է մամից խելոք եմ պահում մասի կարժանանամ խաղալիքի թե չէ Մամա ես խելոք եմ պահում Հա դե դու արդեն մեծ տղա ես Այստեղ ես արագ եմ պատրաստում որովհետև մեզ մոտ նոր օր է առողջ եմ սնվում հետևաբար նախաճաշի համար հավքիթ եմ փաշել իսկ հետո արդեն քյուրթա է պետք իրենու մեկ ձու կես գլուխ սոխ լավ հագում եմ ես արագ-մարագ չեմ ավելացնում օղի Եղել է անգամ, որ ավելացրել եմ, բայց ոչ այսօր Այսպիսի համով զանգված անուշաբույր Մազերից ուշադրություն չենք դարձնում, որտեղ արթնացել եմ ու ուտելիքի հարցով եմ Ով ան Հիմա ասում Իհ մալե Երեխեք ջան, Դավի հետ դուրս եկա, այսօր խոյնի մոտ իրար հետևից դասա ու քանի որ ինքը մի քիչ Արտաշեսի հետ միասին խանգարում էր դասա պրոցեսին, ասեցի հանեմ դուրս մի քիչ ման գա Արտաշես ուզում է լեգոներով խաղալ, Դավը խանգարում էր, ասեցի դու էլ հանգիստ քո լեգոներով կխաղաս տղես, արի կամաց գլուխդ ես խփելու Իհարկե կասկածներ ունեմ, որ անձրև է գալու, բայց կհասցնենք երևի մի քիչ զբոսնենք Դա վիճակը մի հատ նայեք քրքրված Բայց դե հավանողներս շարված չեն, հավանողս հավանել է, վարի ձեզ Էնպես որ գլխավոր նպատակս ուղղակի զբոսնելն է Դուրս գալուց առաջ հասկացա, որ զարյատկա չունեմ 10 րոպե դրեցի 44% հավաքի տոս լավ, այլ չեմ սի, որ տնից դուրս եմ գալիս առանց մարդկոցը լիցքավորելու, որտև ես զգում եմ դիսկոմֆորտի մեջ էլի այդ դեպքերում Խելոք, համով ուտեմ քեզ Մենք եկանք մեր բակ, մեր զբոսանքը կարճ տևեց, որովհետև ուժեղ քամի բարձրացավ։ Ճիշտ է, հենց եկանք բակ, նորից խաղաղվեց, բայց եւ այնպես։ Այսօր Դավս շատ ճաշակով է հագնված ճակերտների մեջ։ Ուղղակի հագցել եմ այն, ինչը ճմրթված չէր, սենց ասեմ։ Դե համար իրար հետ չեն սազում, բայց դե որ երեխա է ոչինչ։ Մեր մանկությունը որ հիշում եմ։ Տեղից ծնկներից սաղ կապտած ու սևացած ու դեղնած է։ Զգույշ չընկնես նորից։ Համով Եկանք ես ներքևի խարա հրապարակ, անձրև է գալի, բայց դեռ պայքարում ենք, դեռևս չենք հանձնվում ու տուն չենք գնում Ես քեզ ճոճեմ կյանք Ուժով, օքեյ Ընթացքում չթռնես, լավ Դավս, կասես ես կկանգնացնեմ Դավս քամի ափով Կրուտը Ինչա Նկարը
Բախկվոցիա խաղում երեխեք հետ իրա հերթնա։ Ահա։ Դա, ում գտնես կգաս կասես, թու ապեշ, թու ամնե չգիտենք։ Որոշելա, որ թարս ճոճվելը ավելի հավես է, ասում եմ այդտեղա վտանգավոր է, բայց բանի տեղ չիտեմ։ Ու չի համաձայնում տուն գալ հետս շորդ ջան։ Մի ժամա ստեղ ենք։ Մենք արդեն տանն ենք ու մեր մեջ ասած շատ քաղցած։ Հետևաբար քյութա պատրաստել եմ հիմա կտակացնեմ։ Կարտոֆիլ ունեմ խաշած կարտոֆիլի հետ շատ համեղ կուտենք։ Իրիկունվա համար այսօր խորենից ուզել եմ կաբաչկի, գազար, բանջարեղենային ռագո եմ սարքելու ու հետը բրինձ եմ սարքելու։ Էլ ինչ եմ ուզել, չեմ հիշում, բայց էլին, հա, դե լոլիկ, բալունք, հազարի թերթիկներ աղցան պատրաստելու համար։ Մի խոսքով փորձում եմ հնարավորինս առողջ սնվել եւ առողջ սնել ընտանիքս։ Միակ խնդրեմը այս դեպքում Արտաշեսն է, որովհետեւ ինքը ոչ մի բան չի ուտում, ոչ քյուրթա, ոչ կարտոֆիլ խաշած, ոչ բանջարեղեններ։ Ինքը ունի մի քանիսի հատ ուտելիքներ ու մենակ էդ է ուզում ուտի, բայց այդպես չի լինի, զորով շարով ուտացում եմ կակնիմուց։ Այդպես ոտքերս հոգնեցին ճիշտը որ ասեմ, մեր մեջ ասած դավին որ մնար, չէր ուզում գար, ասում եմ տղես հասկացանք, արդեն ժամից ավել դրսում ենք, հոգնել եմ արդեն, գնանք դե իրան հասկանում եմ, մեկ որ փոքր ենք դրսում խաղում ենք, մինչև գիշերվա 1000-ը դուրսն ենք, մինչև մաման արդեն դուրս էր գալի, եկեք տուն, բոլորի մամաները կանչում էին ու դες գրում ենք տաներով, բայց հիմա ցավոք սրտի դարը այնպիսին չի, որ դու երեխայիդ մենակ դուրս թողես ու հանգիստ լինես։ Ինչ ասես կատարվում է, հատկապես այս մեր շենքերի բակում, դե ես ապրել եմ սեփական տանը, բոլոր հարևանները ցած մուտիկ են եղել, մեկը մեկին իմացել են, բայց իտո վտանգներ եղել են, ուղղակի այն ժամանակ մեր ծնողները այդքան չեն դրա մասին մտածել։ Հիմա ավելի վտանգավոր է, հետո որ սոցհարթակներում, լուրերով անընդհատ լսում ես, այս մեկը գողացան, այս մեկին էս ինչ եղավ, այն մեկը ինչ եղավ, այն մեկի հանդեպ էս ինչ արին, արդեն բնականաբար դու ավելի վախեցած ես լինում, ավելի զգուշավոր ես լինում, չես կարող երեխեքի թող։ Դրանց ասեմ, կան բակում լիք երեխեք առանց ծնողների, օրինակ Արտաշեսից էլ փոքր տարիքով, որ մենակ գնում են, հեծանիվ են քշում, գնում են խանութ, հետ են գալիս փողոցով։ Ես այդ հարցում մի քիչ զգուշավոր եմ, չգիտեմ։ Լավ ավատա, էտա ես չեմ կարող հանգիստ խղճով թողնեմ ներքև, մենակ։ Online շոփերից մեկից նվեր քարտ ունեի, ավելի ճիշտ է մեր իվենտներից մեկին նվեր քարտը ստացել։ Հա։ Հա, մի հատ խոսեմ նոր, լավ։ Ազմացի տատիկ ես բակում ֆուտբոլի պլաշատկա կա։ Հա, այս շորն եմ վերցրել այդ նվեր քարտով իրան ու ինքը տրամադրվել է, ուզում է ֆուտբոլ խաղա այս շորով։ Ոյ ուտեմ ես քեզ, բայց քեզ շատ ասազում։ Գիտես։ Դու կարող խաղա։ Կորոս։ Մաման գործեր ունի, մի հատ վերջացնեմ, հետո այդ մասով կխոսենք, լավ։ Հանուկավա չմագոնա։ Հիմա օրևա, ճար արև, կխփի գլխիդ արևը։ Նկակ ակնոց խաղը։ Բա որ գլխիդ խփի, ակնոցը աչքերը տա պաշտպան, բա գլուխիդ ինչ դնենք որ չպաշտ։ Ճիշտ է, լագիչն է։ Երեխեք ջան, այստեղ զբաղված եմ մեր բանջարեղենային ռագու սարքելով, ինչպես տեսնում եք, հենց դվացանի տակ որոշեցի լվալ, կլպել միանգամից։ Այն օրը հետևորդներից մեկը գրել էր, որ ասում էի, որ սղում է, որ սենց եմ անում, բայց տեսեք, այսօր սենց է չի սղում։ Ինքը ասել էր, սենց դեպի ձեզ արեք, ես էլ հետևում եմ խորհրդին, կարծես թե լավ է։ Արագ սարքեմ, այնքան անելիքներ է իրականում կուտակվում մոտս պահի տակ, զգում եմ, որ ոչ մի բան չեմ հասցնում ու այդ բեսիդ է անում, բայց դե, ինչ արած, այնքամից եկեք այսպես խրտ անենք, տավարի միսել ունեմ, կամ մսով կսարքեմ, կամ են միսը առանձին կսարքեմ, որպես այդպես հետը ավելի հագեցնող, որտեղ բանջարեղենները միայն իրենցով այդքան էլ հագեցնող չեն։ Միշտ ասում եմ, ձեռնոցով կլպի ես բաները, որ ձեռքերից վրա հետքեր չթողեմ, բայց հետո ալարում եմ։ Հերթը հասավ կտրատելուն, տավուկան եկել աստեղ ծիգլակումը։
Էլի այս սեզոնը փոխվեց, ջրերը փոխեցին, պասուդամոյկան էլի սկսեց վատ լվալ, ինչ-որ լաքաներ ա թողնում, հավանաբար ինչ-որ կեղտոտ ջրի պատճառով։ Ահա որ այդ ինձ նյարդայնացնում ա ճիշտն ասած, բայց դե մեր ձեռը ճաշ չկա, որոշել են, պետքա տենց լինի։ Ասում եմ, մամ, տակ պախնի, այդ գուսնը, այդ բանդայեղենայի ռագուն է ասում, արտաշես, բերանդ մի դիր այդ բաները, տղաս։ Ես լվացք եմ թռում մի ատարակ, չնայած ինձ թվում է անձրև ա գալու, բայց մեր այդ լվացքի տակ կրիշա կա, վերևը կրիշա կա, так что окей։ Այսքանի օրը ուզում եմ հարմարացնել մի հատ երեխեքի դարակը դասավորեմ, որովհետև երեխեքի դարակում մի քիչ աշնանային շորեր մնացել են ու գանանայից եք դասեմ, դրանք ուզում եմ լրիվ հանեմ, սա եղուներս կլպվեց, ուզում եմ դրանք լրիվ հանեմ ու բան անեմ, միայն ամառայինները էլի սիրում դասավորեմ։ Որենը դեռ սրանով ա քնում, ասում ա դեռ այդքան շոկ չի իմ համար, ինքը ավելի մրցկան է, քան ես։